Այս ժամանակ ես արդեն ամուսնացած էի, այդ պատմությունը երկար պատմություն։ Ինչպես ծանոթացաք ձեր կնոջ հետ։ Հիմա ասեմ թե ոնց հանդիպեցի Ենիկինը։ Կներեք իհարկե չի ստացվում որ չասեմ էլի։ Պիտի կարճ պատմեք։ Կարճ չեմ գրում, չի ստացվում ախ։ Ուսուցչանոցում հերթապահում ենք երկու հոգիներ հեռախոսի մոտ։ Ես այդտեղ էի ապրում, ֆիզիկոլ դասատուի հետ, հերթապահում ենք հեռախոսի մոտ, մեկ էլ զանգ եկավ, ասեցին ձեր նոր ուսմասվարին Օսիպով էր ազգանունը, կարող եք հեռախոսի մոտ կանչել։ Ասես որ աշխատանքային օր չի, բանի սպասվեց Օսիպովը 50 թվականին Բաքվից փախնում ընտանիքով։ Այն ժամանակ ամեն ինչ կարգին չէր էլի, եւ քանի որ ինքը ստեշզապատ ուներ, իրան նշանակում էր մեր տեխնիկոմ ուսմասվարը։ Ինքը ռայկոմի քարտուղար ա եղել Բագիրովի ժամանակ ռայկոմում Բաքվից։ Եթե հիշում եք Ստալինը մարին քննադատել էր։ Պետք է իմանալ։ Ես 40 տարեկան եմ։ Եվ այդ ռայկոմի քարտուղարը իմաներն աշատելիս եղել, ուներ այդ աղջիկներ իրա, երկու հատ էլ տղա փոքր։ Ասացի նա այսօր չի աշխատում, ասեց չէ, այդտեղ ապրում։ Բանից բազմը որ տեխնիկումում առաջին երկու սենյականոց կա, տվել են իրան։ Ասեցի գնա կանչեց։ Այդ աղջիկ եկավ։ Խալստուկով, հազրկոշիկներով, փոքր հասակ սիրունիկ աղջիկ էր, խմբիկ։ Եկավ մենք երեք տղաներով նստած ենք, շատ կներեք իհարկե, ես էլ մի քիչ ամեն ինչ կարգին տեղի տղա էլի, անուշադիր չէի կանանց նկատմամբ, ես էլ ինքնյանք էլ։ Եկավ բարևել շտվեց աղջիկը, գնաց սկսեց հեռախոսը վերցնել, ասեց, խոսեց դու միասին Խայիկ Անդրասյանն ա, ֆուտբոլի տրիրերն ա իրան բարեկամը։ Հասեց պապային կասեմ կգաք զանգի, ստես չունչ ասեց գնաց։ Ասեց ես ով էր ես աղջիկը, ասին ուսմասվարի աղջիկն ա։ Ասի ես ինչ բաներ ա, ոչ տեսություն ասեց, ոչ էլ բարեցվեց, ցիտաղելով արխայ բանը տեսնես այս հրազբավ եմ ես աղջիկը, ես ով էր ինչ աներ կասում։ Համայվեցի։ Իր նման տղան նստած իսկ բարևել չտա։ Կներեք իհարկե, գլուխով ասում եք։ Հետաքրվում դες ընդեղ եմ ապրում, տեսա որ այդ աղջիկ մինչև կեսօր տանն ա լինում, կեսօրից մտցում կանում գնում ա։ Հետո հետաքրվեցի ու շամի գալիս ա, բարի սպասում է երկու կուրսում են ա, տեխնիկոմի 4 կուրսում ա սովորում, մաբանի չոպանուղի մոտ, երեկոյան ա սովորում։ Ու հետաքրքիր ասի, ոնց ծանոթանամ սրա հետ։ Մի հատ դատարկ շիշ վերցեցի, որ գիտեմ տառնա։ Գնացի դուրը ծեծեցի շենքի մեջ, ասեց մեր ջուրը կտրել է, կարելի է մի բաժակ ջուր տալ։ Այդ աղջիկը բացեց, արդեն ծանոթացա։ Ասի ջուր չունեք, գնա ջուրը բերեց տվեց, արդեն ծանոթ եմ։ Ու հետաքրքրվեցի ճամփում ենք հանկանգնեցի, մի օր էլ ընկերու հետ գալիս էր, ոտքով գալիս էր տուն։ Ասեցի աշճան, ես գիշերվա կեսին ուր էր, երեկոն ժամը 6-7-ին։ Ասեց դե երեկոյան ամեր տեխնիկում, ասի բա դու քաղաքից ծանոթ չես, կարգին հայերեն էլ չես խոսում։ Բա քեզ ով ա օգնում էլ, ասեց մենք կերու ա, միաստանով հետո առաջ ա իջնում։ Ես իր այդ գալիս եմ ու ես այս քանտերը ոտքով եմ գալ, ասի ես էլ պարապ եմ, ցույց կգա կամ ես քաղաքտանան ծանոթացնեմ, սենց արեց, սենց անեց, այսինքն համաձայնության նշան տվեց։ Դրանից հետո գնում էի դիմավորում այդ աղջկա հետ, այդ աղջիկը կներեք իհարկե էլի, ես իրանից լավն էր, ավելի սիրուն է, բոյով, կեղեցիկ, ամեն ինչով։ Ասեցի գրետա շևրա, Նինա, ասեցի քունկերուին, ես ինչ սիրուն աղջիկ, այ աղջիկ, ես ոնց էր, ասեց դրամ էլ ամուր բանով, արդեն եկել են նշանել են, օհո, թե չէ ես իրան հետ մոտիկ չէի լերոք, ես ասեմ, այն աղջիկներին դուր գալի։ Նախշիկ պսակվել, ու սկսեց իր այդ մոտիվության, տեսախ է, ինքն էլ գերազանցիկ էր, մեդալով էր ավարտը։ Մի խոսքով տեխնիկումում մի տարի ապրեցինք, գնում էինք, գալիս էինք, ընկերություն էինք անում, գնում էինք իրանց տուն։ Ես իրան ոչ ասեմ, ես քեզ սիրում եմ, ոչ էլ ինքն ասեք քեզ սիրում եմ։ Մենք մեր հայացքներով երջանիկ ենք եղել այնքան, որ ամբողջ կյանքը մինչև 2020 թվին ամահաց է։ Ինքը ինձանից խելոք էր։ Հա նստեցինք, ստեսուն ադեր չեմ տվել, կներեք իհարկե։ Դե ջայլ տղայի, կարող է 10-20 տարեկան է, ինչ ա որ, 21։ Հա հետո մի օր տեսա որ այդ աղջիկը շատ մոտիկ ա, ոչ բան չեն խոսել։ Ասեցի մի հատ բրգեմ համբիրեմ, ինչ կնի որ։ Կներեք իհարկե։ Տեսա ձեն չհանեց։ Ձեն չհանեց։ Դրանից հետո վերում էի ստեսուն ասում, համբիրում եք նրանց։ Վերջը մենք մոտիկացանք, տեխնիկումն ավարտելուց հետո մենք այնքան մոտիկացանք, ես ասեցի չէ, այս աղջկան ես չեմ թողելու։ Խելացի աղջիկը ամեն ինչ տեղին, իր հետ էլ պսակվելու եմ եւ եղբայրս որ դեռ հերակայում էր, տանա եղբորս ցույց տվեցի, ասես աղջիկը
Ոչ ինքը բարեկամություն ունի, որ ես աշխատել ես փսակվելու եմ։ Ալավերդը որ յուղում աշխատում էի, սկսել թառ էի նվագում ինձ համար ու երկի բարի խմբում էի։ Իբր թե նվագում էի, բայց մենք ալավերդում ենք թատոր տվել, համերգ տվել, հաղպատից բանկնել էր ժամանակ չկար բանկերը ակումբներ են սարքել։ 4 դասանից իրահարված եմ եղել, հետաքրքիր է էլի։ Այդ այնքան խելաց եմ եղել, խելոք եմ եղել, բայց դեպիսները ամենասիրուն աղջիկը մեր գյուղի եղել է իմ առածի սիրուն։ 4 դասանից պատկերացնում եք, ամեն լավ պարողներ։ Միշտ դրան վերջում են դնում պարելու, ասում են չեք վերջ գցում, ասում են ամենալավ պարողը վերջում ա լինում եւ առաջի, որպեսզի դաբլեյը։ Մի խոսքով, այդ աղջիկը իհարկե շատ գեղեցկով էր, ես 47 թվականին եկա Երևան, 2 տարի հետո տարամ։ Ապրում էի Ալավերդյանը, կինո Մոսկվայի մոտ, կավից տներ կային այն բախտի, շենքեր չկային։ Մի հատ պարավ կին էր, աչքերը չախալ, մազերը սպիտակ, չէր թողում գիշերը նստենք լույս վարենք սովորենք, ասում էր հերիքա լույս օգտագործենք։ Մի տարի հետո տեղափոխեցի Տրամվի պարկ։ Տրամվի պարկի մոտ, եթե հիշում եք, Սարդարի բան կար, Բերդ։ 49 թվին քանդեցին այդ Բերդը, ես այնտեղ ապրում էի։ Մասնավորներ մենք ապրում։ Եվ այդ իմ ապրած տեղը հիմա ոսկու գործարն է։ Գործարն, այդտեղում ենք ապրում, մինչև 51 թվականը, ում ծառավոր ապրում էի, դրա եղբորը 2 հատ աղջիկ ուներ, կինո հրապարակի մոտ էին ապրում, միշտ գալիս էին, մեկը տեղ ուսումնարանում էր սովորում, մեկն էլ ավելի մեծ էր, շիրունիկ աղջիկ էր։ Ես երկրորդ կուրսից այդ աղջկա վրա սիրարվեցի։ Գնում էի այնքան Աբովյանը փողոցը միակ մանգալու տեղն էր։ Կարաբալան, փոքրիկ մարդ էր, նկարը ես տեսել եք արձանեկա։ Վայրի ծաղիկներ էր բերում խմբում ու սկսում բաժանելը։ Ուրիշ մանգալու տեղ չկար։ Մանգալու տեղը հիմնականում Աբովյան փողոցից, կինո Մոսկվայից մինչև հրապարակից շրջանային, լավագույն դեպքում մինչև Շահումյանի հրապարակ։ Քաղաքում խուլիգանությունը խելքից դուրս շատ էր։ Մենակ կոմայգիներ, որ մարդու տեղեր կարող էր մի ռուբլի տալ, գնաց հանգիստ ապրես։ Կարգոկանուն կար, հրապարակ կար, պարահրապարակ կար, ծիծաղեսենյակ կար, գրախանութ, լողազ, տարբեր մենք այնտեղ էինք հանգստանում։ Եվ այդ աղջիկը միշտ երեկոյան գնում ենք ման գալու միասին, ընկերություն ենք արում։ Ինքը մի տարի ինձանից ցածր կուրսում էր։ Ես երբ որ ավարտեցի, այնքան մոտիկացել ենք իրար հետ, որ մենք արդեն մի տան անդամ ենք դարձել, պետք է ամուսնանայինք։ Գրետա էր անունը, ասի Գրետա այսօր դուրս կանք չէ, ասեց բայ Գերասիմ ջան, բաղ շատ լուրջ սեմինար ունենք, պետք է ընկերուս տանը գնամ պարապելու։ Պատկերացնում եք, ինչ կարաս ասես։ Ուй, բայց ես ինչ նշանակություն է, ինքը չկար, մի ընկերներով կինո գնացինք հրապարակով դեպի Չիրկի մոտով հրապարակ ման գալու, մեկ էլ տեսնեմ իմ արդ Գրետան, իր ընկերուհին, որ ինձ լավ ճանաչում էր, մի հատ տղայի հետ դեպի Չիրկ են գալի։ Ընկերուն ասեց, բայ Գերասիմ ջան, որ իմանանք ձեզ կհանդիպեի, մի հատ տոնսկիոյի տոնս էին ծախել, մի հատ տոնս էլ ձեզ համար կառնայի։ Ասի, բայց չէ որ դու գվաղ քննություն ունեք, ասեց վաղաքննությունը հեջ բանա, Գրետան ձեն չի հանում, դու մի ասի խապել ա։ Ասի, ես Չիրկ կարող եմ ձեզ առանց ոչ մի տանեմ, ինչի համար, ախր շատ հետաքրքիր պատմություն։ Հիասթափվեցիք։ Հա։ Հիասթափվեցի Գրետայից։ Ոչ մի բան չասեցի, ինքն էլ ձեն չէր հանում, որտեղ մեղավոր էր, խապել էր։ Մի խոսք ասի, ես ձեզ կարամ Չիրկ տանեմ, ես հատուկ տոմս ունեի, աֆիշա էին կպցնում, փող էին տալի մեզ երեխաներով։ Հա, երբ ազատ մյուս ու ելք ունեի, ասի, ես աղջիկը դեռ ոչ մի բան չկա, ինձ խաբում ա, բա որ ամուսնանամ ինչ կլինի։ Րոպե, 5 րոպեմ մոռացել ա։ Պատկերացնում եք, հաջորդ օրը չեկավ, մի օր հետո եկավ, քրոջ հետ, ես չհարցեցի, ասի քննությունը ոնց ոչ մի բան չասեցի, գնացի ասի Գրետա, ես քեզ մոտ մի հատ նկար ունեմ, այդ նկարը կարող եք ինձ տալ, ասեց ինչի, ասեցի որովհետև այսօրվանից հետո ես էլ քեզ հետ մոտիկություն չեմ անելու, ասի չէ, Գրետա, վերջ, մի հատ էլ ինքնավոս էր ինձ տվել, ասեց չէ, նկարը մոտ է, սուտ ասեց իհարկե, նկարը մոտ է, չտվեց, տարա ճանապարհ գցեցի, հենց որ հյուրանոցներ, հրապարակը որ հյուրանոցներ, կինո Մոսկվանի, Շահումյանի։ Չգիտեմ։ Վայ, Երևան հյուրանոցը։ Չէ։ Արմենիա հյուրանոցը։ Մոսկվա հյուրանոցը։ Տարա իրան ճանապարհ գցեցի, Բաքվում էին ապրում։
մասնավորներում, ասի Գրետա ջան, վաղվանից էլ մենք իրար հետ գողություն չունենք, վերջ։ Ու ես ազատ էի։